Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք այսպիսի գեղեցիկ տեսքով եւ անչափ համեղ բուլկիներ, որոնք կոչվում են սինաբոն։ Սկսենք պատրաստելը, կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով։ Վերցնում ենք գոլից մի փոքր տաք կաթ, ավելացնում ենք 1 ճաշի գդալ խմորիչ եւ 1 ճաշի գդալ շաքարավազ։ Այս ամենը խառնում ենք եւ թողնում ենք 15 րոպե տաք տեղում։ Այդ ընթացքում 110 գրամ փափուկ կարագի վրա ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ եւ հարիչի օգնությամբ սկսում ենք հարել։ 1-2 րոպե հարելուց հետո աստիճանաբար ավելացնում ենք 3 ձուն եւ շարունակում ենք հարելը։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյ գդալ աղ և խմորիչով կաթը։ Մի փոքր հարելուց հետո արդեն պետք է ավելացնենք ալյուրը։ Ալյուրը 750 գրամ է, այն կավելացնենք աստիճանաբար։ Խմորը մի փոքր պնդանալուց հետո արդեն կտեղափոխենք սեղանի վրա եւ պետք է ստանանք փափուկ, շատ փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Ահա սիրելի հետևորդներ, խմորը փոքր-ինչ կպնում է ձեռքերին, բայց սա նորմալ է, մեզ հարկավոր է փափուկ խմոր, շատ համեղ սինաբոններ ստանալու համար։ Խմորը տեղափոխում ենք ամանի մեջ, վրան ծածկում ենք եւ դնում ենք տաք տեղ, մոտավորապես 2 ժամ, որպեսզի խմորը հասունանա։ Եվ ահա, երբ խմորը այսպես բարձրանում է, հանում ենք ամանից։ Անհրաժեշտ է խմորից նորից գունդ պատրաստել եւ թողնել 15 րոպե, որպեսզի խմորը հանգստանա։ Մինչ խմորը կհանգստանա, պատրաստենք միջուկը։ Միջուկի համար վերցնում ենք դարչին, ես վերցրել եմ 15 գրամ եւ 150 գրամ շաքարավազ։ Եթե ցանկանում եք, որպեսզի դարչինի համը ավելի արտահայտիչ լինի, կարող եք վերցնել 2 տուփ, այսինքն 30 գրամ։ Դարչինն ու շաքարավազը այսպես խառնում ենք եւ դնում ենք մի կողմ, որից հետո անհրաժեշտ է գրտնակել եւ բացել խմորը։ Այսպես լավ բացելուց հետո վերցնում ենք 50 գրամ լավ փափուկ կարագ եւ վրձինի օգնությամբ քսում ենք խմորի վրա։
որից հետո արդեն լցնում ենք միջուկը, հավասարաչափ տարածելով։ Այնուհետև անհրաժեշտ է ահա այսպես փաթաթել խմորը ռուլետի նման։ Ռուլետը պատրաստելուց հետո այսպես կտրատում ենք մեր սինաբոնները։ Կտրատել ավարտելուց հետո վերցնում ենք ջեռոցի տապակը, դնում ենք յուղաթուղթ և կտրատած սինաբոնները տեղափոխում ենք ջեռոցի տապակի մեջ հեռավորություններ թողելով, քանի որ այն դեռ պետք է ուռչի և մեծանա։ Այս ընթացքում միացնում ենք ջեռոցը, տաքացնում ենք 180 աստիճան, սինաբոնները պետք է թխվեն մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Ինձ մոտ դա տևեց 30 րոպե։ Թխվելուց հետո տաք վիճակում լցնում եմ գլազուրը, գլազուրի համար ես վերցրել եմ թթվասեր և խտացրած կաթ, 5 ճաշի կտալ թթվասերին ավելացրել եմ 2 ճաշի կտալ խտացրած կաթ, քանի որ իմ երեխաները այս տարբերակով ավելի հաճույքով են ուտում սինաբոնները։ Ահա և վերջնական տեսքը, սիրելի հետևորդներ, ասեմ, որ շատ համեղ է, եթե մեկ անգամ պատրաստեք, եթե դեռ չեք պատրաստել, վստահ եմ, որ անընդհատ պատրաստելու եք, քանի որ շատ յուրահատուկ համ է ստացվում։ Եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը։ Այսօր էլ պատրաստել էի այսքանը, շնորհակալություն հետևելու և գնահատելու համար։